Սիրելի իմ ժողովուրդ, սիսեռ։ Հաճախ մտածում ենք, սիսեռը անպայման օգտագործում են գարեջրի հետ։ Ոչ, սիսեռը կարելի է օգտագործել տանը աղցանների տեսքով եւ գիտեք, ինչքան առողջարար է, միկրոէլեմենտների հզոր քանակություն անգամ, եթե ձեր մկանները ձգվում են, լարվում, մանավանդ գիշերը քնելուց կամ քնից արթնացնում է այդ մկանային ցավը, ապա անպայման սիսեռ, որովհետև նրա մեջ կա շատ սպիտակուց եւ անպայման նաեւ մագնիզիումն է անհրաժեշտ, որպեսզի ձեր մկանները ավելի առողջ, ավելի լավ լինեն։ Սիսեռի աղցան ենք պատրաստում, սիրելիներս։ Սիսեռի աղցատի մեջ մի փոքր քունջութ ենք ավելացնում, կարելի է մի փոքր կանաչի, նույնիսկ անգամ եգիպտացորեն ավելացնելով, սիրելիներս, անպայման աղն ու կարմիր բիբարը աղացած չենք մոռանում եւ անպայման ավելացնում ենք քունջութի յուղ։ Քունջութի յուղը ավելացնելուց հետո դուք գիտեք, քունջութի յուղը ինչքան առողջարար է, կարող եք այս աղցանին ավելացնել նաեւ ձեր նախընտրած յուղը, բայց որպեսզի այն էլ ավելի լավ լինի, էլ ավելի առողջարար եւ ամենակարևորը քունջութի յուղը շատ համեղ է եւ հրաշալի համ տալիս այս ընտիր աղցանին։ Օգտագործում եք այս ընտիր աղցանը, իհարկե քունջութի յուղը, եթե ձեզ հետաքրքրեց որտեղից, իհարկե Աննայից պետք է գնեք, որովհետև նա հենց ձեր աչքի առջև քամում է, թարմ ընտիր տալիս ձեզ, որովհետև թարմ յուղը շատ ավելի առողջարար է մինչև 3 ամսվա եւ նրա մեջ գտնվող նստվածքը դուք խառնում եք, նստվածքով խառնում ձեր աղցանին։ Միկրոէլեմենտների, հանքանյութերի եւ օմեգայի քանակություն, որը ձեր օրգանիզմը նաեւ կպաշտպանի ուռուցքներից, որովհետեւ ուռուցքները չափից ավելի շատացել են ուռուցքային հիվանդությունները։ Իմ շատ սիրելի ժողովուրդ, եթե ձեր հարազատների մեջ կա նման հիվանդություն, ապա անպայման նախապես 10 տարի առաջ դուք դիմեք բժշկին, անընդհատ հետազոտվեք, որպեսզի այդ խնդիրը ձեր մոտ չկրկնվի, որովհետև կրկնվելուց հետո ավելի լավ է կանխարգելել, քան թե օպերատիվ միջամտություններով կամ բուժումներով վերացնել։ Սիրելիներս, յուրաքանչյուր հիվանդություն բուժվում է, եթե դուք նոր եք հայտնաբերում եւ բուժում։ Եղեք առողջ, սիրելիներս, եւ նայեք իմ հաղորդումները, ինչու՞ չէ, այս հաղորդումը տարածեք, թող բոլորը իմանան, որովհետեւ սիսեռը մկանների համար չափից ավելի լավ է, եթե ձեր մկանները գիշերը ցավը արթնացնում է ձեզ։ Սիրում եմ ձեզ։